Սամվել Կարապետյանի բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում ընդլայնվում է։ Տաշիրը Մոսկվայում բացեց քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը։ Չնայած ավելի քան 5 ամսից ավել է Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյանի բիզնես գործունեությունը շարունակվում է, ընդլայնվել է եւ նվաճել է նոր հորիզոններ։ Նոյեմբերի 29-ի Մոսկվայում տեղի ունեցավ Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ 114,000 քառակուսի մետր ունեցող առևտրի կենտրոնում ներկայացված են շուկայում հայտնի բազմաթիվ ապրանքանիշներ, որոնցից շատերը հայտնի են նաև հայ սպառողին։ Այստեղ արդեն բացվել են տասնյակ խանութներ, ռեստորաններ, զվարճանքի կենտրոններ եւ հայտնի սինեմաստար կինոթատրոնի գերժամանակակից ցանցը։ Գերժամանակակից առևտրի կենտրոնում գործելու են 30-ից ավելի ռեստորաններ, ընտանեկան սրճարաններից մինչև ցանցային սնունդի կետեր։ Avenue Sever կդառնա Մոսկվայի քաղաքային ենթակառուցվածքի կարևորագույն մասերից մեկը։ Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, այս մասին հայտնում են դատախազությունից։ Մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն ծեսկրտուք է եղել, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով վրա երթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Իրավապահները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրա երթ է, մինչ այդ էլ տեղի ունեցել վիճաբանություն ծեծկրտուք։ Մեր ձևով շարժմանը միացած կամավորների թիվը այս շաբաթ հատեց 10,000, այս մասին Facebook-յան իր էջում գրել է մեր ձևով շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Շարժումն այս ընթացքում մի շարք համայնքներում բացել է գրասենյակներ, հանդիպումներ ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, վերջերս սկսել է նաև գործել մեր ձևովի երիտասարդական թևը։